Շնորհակալություն, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, ես էլ եի ուզում հանել ելույթս, բայց պարոն Վարդևանյանը դա թույլ չտվեց եւ ուզում եմ անդրադառնալ իր ելույթին։ Իմ մոտ տպավորություն է, որ դուք երեք ձեր պրիոմի տակ եք մնացել, ընդ որում այդ պրիոմը համակարգված չէր հայտնի կենտրոններից եւ ձեր փորձագետներից, եւ հիմա ուզում եք դրա տեղը հանել։ Բայց պարոն Վարդևանյան, ասենք ես օրինակ այտենց ելույթ չէի սպասում, էլի ձեզանից։ Ընդհանրապես չէի սպասում այտենց ելույթ, որովհետեւ նախ հարգելի գործընկերներ, քանի դեռ դուք ու այս 20 օրա դրա մասին խոսում ենք, էլի։ Այս ընտրությունների արդյունքների հետ չեք համակերպվել, անընդհատ դուք ինքներդ ձեզ այկիդո եք անելու։ Ու մնաք այդ պրիոմի տակ։ Ոնց որ քիչ առաջ արեց պարոն Վարդևանյանը։ Եկել այստեղ եւ համեմատում է խորհրդարանական պետությունը նախագահական պետության հետ կառավարման ձևով։ Պատկերացնում եք, ոնց որ բանը ընդունվի Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի առաջի կուրս եւ ասի դասիրակչուհին ու դայակը ուր են։ Այսպես համեմատություն եք անում։ Կատարյալ կեղծիք է ասել, որ մենք պայքարել ենք նրա համար, որ Սերժ Սարգսյանը 10 տարուց ավել չմնա։ Մենք պայքարել ենք նրա համար, որ Սերժ Սարգսյանը ձեր քաղաքական առաջնորդը եւ ձեր ոմանց քաղաքական առաջնորդը խաբել էր ժողովրդին, ստել էր ժողովրդին։ Սահմանադրությունը նաեւ ձեր օգնությամբ, որտեղ դուք էլ եք այդ ժամանակ արդեն իշխանության, փոխում եք այնց, որ ինքը շարունակեր մնալ երկրի ղեկավար։ Այդ դրա դեմ էր պայքարը։ Խորհրդարանական կառավարման ձևի դեմ պայքար մենք չենք տարել։ Եվ ինչպես պարոն Կոնջորյանը արդարացիորեն նշեց, ժողովուրդը մանդատը չի տալիս կոնկրետ մարդու, ժողովուրդը մանդատը տալիս է քաղաքական ուժի, որը առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այս 20 օրվա մեջ կարծեմ 1 թե 2 անգամ այդ օրինակը բերել ենք։ Մերկելը 4 անգամ եղել է Գերմանիայի կանցլեր։ Պատկերացնում եք ձեր նման մեկը, ընդ որում փոխխոսնակ, վեր կենար այտենց ելույթ ունենար այդ բան Բունդեսթագում։ Չէին ասի, ես ում ենք ընտրել փոխխոսնակ ընդդիմությունից։ Միանշանակ կասեին։ Ու հետո սահմանադրական դատարանի որոշումն եք մեջ բերում, ասում եք դուք պարտավոր եք մեզ ընտրել, չէ մենք պարտավոր չենք ձեզ ընտրել։ Որտեղ որ պարտավոր ենք ձեզ ընտրելու, այս Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ կարող ընտրենք մեկին, որը կարող պատերազմ մի քանի երկիր դրա արդյունքում մեզ հայտարարեր իր այցերից հետո։ Եվ իշխանությունը եւ ցանկացած падգամավոր իր ընտրության համար պատասխանատվություն է կրում եւ որևէ մեկը չի կարող գա ասել դու պարտավոր ես ընտրել, չէ, ես պարտավոր չեմ, ես առաջնային մանդատ ունեմ, ես ունեմ մանդատ եւ ես եմ որոշում ում եմ ընտրում կամ ում չեմ ընտրում, պարոն Վարդևանյան։ Եվ եթե 1-2 նման ելույթ դուք ունենայիք, ամենայն հավանականությամբ ձեզ էլ չէի ընտրի։ Որովհետեւ դուք ակնհայտ կեղծում եք ստեղից իրողությունները եւ մեզ բաներ եք վերագրում, որը ընդհանրապես կապ չունի մեզ հետ։ Այդ մոտավորապես այն է, էլի, բանը, դուք պարտավոր եք ընտրել, դուք ընտրեք մեզ, ամի բուձին բալը վցը։ Չէ, մենք ձեզ այտենց հաճույք չենք պատճառի, պարոն Վարդևանյան։ Հա, ասում եմ, դուք 50+ չեք հավաքել։ Պատկերացնում եք, դա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ներկայացուցիչներին հարյուրներով մեղադրում են հազարավոր ընտրակաշառքներ բաժանելու համար։ 1000 հատ քյաբաբ քիչ բաժանեք, մենք 50+ էլ կունենայինք, 51+ էլ կունենայինք, 55+ էլ կունենայինք։ Համակերպվեք մեր օրենքների հետ, սա խորհրդարանական հանրապետություն է, այդ խորհրդարանական հանրապետությունը ունի օրենքներ, կանոններ, որով ուժը, որը հավաքում է X ձայն, որը գրված է օրենքով, միանձնյա ձևավորում է կառավարություն, համակերպվեք, չհամակերպվեք, ձեր խնդիրն է։
Դուք եք պրոբլեմ ունենալու, մենք չենք ունենալու, որովհետև երեկվա ձեր Aikido-ի արդյունքում մենք նորմալ քննարկեցինք, առաջ գնացինք, մեզ համար եւ անձամբ ինձ համար դա դուրս էր այն տրամաբանությունից, որ մենք ունեինք նախորդ 20 օրերի ընթացքում։ Բայց ինչպես իմ գործընկերները ասեցին, մենք այդ վիճակում էլ ենք կոմֆորտ, շատ չէ, բայց կոմֆորտ ենք, կգնանք առաջ, բայց լավ չենք գնա առաջ, որովհետև ընդդիմությունը պետքա եւ իշխանությունը եւ ընդդիմությունը պետքա adekvat լինեն իրար։ Եվ քանի ժամանակ ունեմ, պարոն Կարապետյանի 3 պառակտումներից խոսում։ Ասում է պառակտում համար 1, Սփյուռք։ Պատկերացնում եք, երբեք մենք սենց իրավիճակ չենք ունեցել ոնց որ այս ընտրություններին, Սփյուռքին էլ ներգրավեցին այս բանի մեջ, արատավոր երևույթների մեջ, սամալյոտներով, վագոններով, ավտոներով բերման ենթարկելու, ու հետո ասում են Սփյուռքի նկատմամբ ձևավորվում է վատ վերաբերմունք, դուք եք մեղավոր, դուք չեք բերել են մեկին, որ ասեցես ես քվեարկում եմ, ժամի 7-ին ծվրվեմ ստեղից, որտեղ ոնց որ խառնելու են ստե վիճակը, դուք չեք բերել, ով էր բերել այդ մարդուն, բա էլ ոնց է Սփյուռքի նկատմամբ, ընդ որում կոնկրետ երկրների Սփյուռքերի նկատմամբ վերաբերմունքը լինում, բա դրա մասին չեք մտածում, որ ասում եք կառավարության այս ծրագիրը պառակտում է մտցնում Սփյուռքի հետ, դուք ձեր գործողություններով եք պառակտում մտցնում Սփյուռքի մեջ, մի հատ էլ այնտեղ կա ֆրակցիա նստած, որի մի քանի հոգին Ֆրանսիայում Միացյալ Նահանգներում, պարոն Եղյանը դրան անդրադարձավ, բայց դրանք են պառակտիչները, մենք Սփյուռքի հետ պրոբլեմ չունենք, եւ Սփյուռքի հետ կապված ես առաջիկայում մի ելույթ եմ ունենալու, դրան ավելի մանրամասն անդրադառնամ, որպեսզի այդ դմդմփոցները չլինի, վարչապետի նույն օրինակով կգնամ Գարեգին Կտրիչ Ներսիսյան տարբերակով եւ ասում եք պառակտում 2 եկեղեցի։ Մի հատ ձեզ բան եմ ուզում հիշեցնել։ Ուրեմն եկեղեցու պետը 2020 թվականի պատերազմից հետո ձեր հետ միասին այս բանով, խմբով վերակենում ասում է, այս իշխանությունը եւ վարչապետը պետքա հեռանա։ Okay, խառը վիճակ է քաղաքական, դրան չենք անդրադառնում, ասում ենք լավ դե, տենց հարգանքով վերաբերվենք, 21 թվականի հունիսին տեղի են ունենում ընտրություններ, եւ նա վերակենում ասում է, ինչ չի հետաքրքրում ինչ ընտրություն է եղել, ես մեկ այդ արդյունքները չեմ ընդունում։ Հա, անժամկետային պահանջը հրաժարականի։ Ավելի լավ պառակտիչ են Վազգեն Գալստանյաններով, բաներով, որ շարժումներ էր անում, ասում էր ես կապ չունեմ, բայց շատ հստակ ինֆորմացիա կար ներսից, թե որոնց էր ինքը այդ ամեն ինչը խրախուսում։ Ավելի մեծ պառակտիչ, քան նա, կա այսօր մեր մեջ։ Ի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունում։ Դժվար թե գտնենք, որը համաձայն է վարչապետի հետ, հոգևոր կյանքի հետ ունի 0 առնչություններ։ Մի անգամ հետը հանդիպել եմ, բացի շինարարությունից ուրիշ բանից չի խոսացել։ Մի անգամ 5 ժամ հետը խոսել եմ։ Եվ պառակտում համար 3 անկախության հռչակագիր, խաների ցուցումով հռչակագիրն եք, փոխում եք մեր պասպորտը։ Հասկանում եք, մենք ասենք որևէ մի վերլուծաբան կամ իրեն հարգող վերլուծաբան չի կարող ասել, որ մենք ավելի հիմա նվազ անկախ եւ պետականությունը ավելի քիչ ուժեղ է, քան երբևէ։ Նորմալ, իրան հարգող քաղաքական վերլուծաբան, բայց մենք այդ ճանապարհին ուզում ենք գնանք, ամեն ինչի մեջ փորձում են օտար ուժեր բերել, մտցնել եւ լինել ավելի անկախ։ Դուք եք ձեր գործողություններով նպաստում 3-րդ պառակտմանը եւ այդ ամենը մի վերագրեք կառավարության ծրագրին, ինչ նշել եք Aikido-ի օրենքով վերադարձնում է ձեզ, որովհետեւ
Դուք եք նպաստում բոլոր այդ պառակտումներին, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ ներողություն, պարոն Հարությունյանի տեխնացության հետ կապված, քանի որ իր տեխնացություններ քննարկում, ես կարծում եմ, որ ֆրակցիան ավելի լավ տեխնացու է առաջադրել, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։